Վերջին օրերին Հայաստանում հոսանքի անջատումները դարձել են գրեթե ամենօրյա սովորական բան։ Եթե ամիսներ առաջ հոսանքազրկման մասին քաղաքացիներին նախապես տեղեկացնում էին, այսօր շատերը դրա մասին պարզում են միայն այն պահին, երբ տունը հանկարծ մտնում է ու սառչում։ Հեծը դա մի համակարգ է, որը պարբերաբար անընդհատ ներդրումներ է պահանջում։ Հակառակ դեպքում այդ համակարգը սկսում է մարշվել, եթե դու այդ ներդրումները չես անում։ Նախկինում Տաշիր գրուպը ապահովում էր այդ ներդրումները։ Հիմա քանի որ Տաշիր գրուպը հեռացված է կառավարում, ներդրումները անհասկանալի է, թե ով պետք է կատարի։ Հայաստանի էլեկտրական ցանցերից պաշտոնապես հայտարարում են, անջատումների հիմնական պատճառները վատ եղանակային պայմաններն են կամ ցանցի ծանրաբեռնվածությունը։ Սակայն նախկին ղեկավարները եւ ոլորտի մասնագետները համոզված են, այս բացատրություններն ամբողջական չեն։ Հեծի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանի խոսքով խնդիրների մեծ մասը վաղուց հայտնի էր եւ դրանք կարելի էր կանխել։ Ընտրվում են այն թիրախները, որտեղ կարող են լինել խնդիրներ կապված եւ բեռի հետ, եւ հուսալիության հետ, եւ այդ հաջորդ տարվա ընթացքում այդ թիրախներում կատարվում էին եւ կապիտալ, եւ կանխարգելման պլանային աշխատանքներ, որի արդյունքում այդ խնդիրը չէր լինում էին փոքր խնդիրներ, որը չի կարող չլինել, բայց այս մասշտաբի խնդիր երբևէ չի եղել հետեւական աշխատանքի արդյունքում։ Իմ ունեցած ինֆորմացիայով կառավարման վերցնելուց հետո այդ պլանային աշխատանքները ուղղակի չեն կատարվել կամ եթե անգամ կատարվել են շատ փոքր տոկոսով։ Էներգետիկ ոլորտի փորձագետները նշում են, խնդիրը միայն տեխնիկական չէ, խոսքը կառավարման խորքային ճգնաժամի մասին է։ Հեծի պետականացումից հետո նրանց գնահատմամբ համակարգային բարեփոխումները մնացել են թղթի վրա, իսկ ցանցի արդիականացումը անընդհատ հետաձգվել է։ Իրենք մասնագետներին հեծի հեռացրել են աշխատանքից եւ բերել ըստ իրենց հավատարմության բարձր աշխատավարձով ԿՊԱ-կան մարդկանց են նշանակել, ելնելով իրենց կուսակցական պատկանելությունից, այլ ոչ թե մասնագիտական գիտելիքից։ Այս ֆոնին առավել մտահոգիչ են հեծի ժամանակավոր ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությունները խնայողությունների անհրաժեշտության մասին։ Նախկին տնօրենի գնահատմամբ սա ոչ թե լուծում է, այլ պոպուլիզմ։ Դա պոպուլիզմ է իմ կարծիքով, այսինքն ցույց տալ ժողովրդին, որ տեսեք մենք ունենք խնայողություններ, բայց իրենք չունեին։ Դա եղել է միանշանակ այդ իմ ասած պլանային եւ կապիտալ աշխատանքներ չկատարելու արդյունքում։ Իրենք այստեղ երկրորդ խնդիրն են լուծել, քանի որ պլանային աշխատանքներ չկատարելով նաեւ այսպես իջեցրել են անջատումների քանակը, որովհետեւ պլանային աշխատանքների ժամանակ ուզես չուզես կատարվում են անջատումներ, բայց արդեն հայտարարված։ Համակարգում պարզ երևում է անալիտիկայի արդյունքում նույնպես, թե որտեղ կարող է բեռը աճել, մոտավորապես ինչ չափով եւ ենթակայանները արդյոք կարող են դիմանալ դրան, թե ոչ։ Ղազինյանը նաև բացահայտում է մի դրվագ, որը նրա խոսքով լավագույնս ցույց է տալիս իրավիճակի իրական պատկերը։ Էրեբունի վարչական շրջանում հոսանքի վերականգնումը հնարավոր է դարձել ոչ թե հեծի ռեսուրսներով, այլ Սամվել Կարապետյանի աջակցությամբ։ Հենց հեծն է դիմել նրան անհրաժեշտ սարքավորումներ տրամադրելու խնդրանքով։ Իրենք միևնույն է խնդրել են Տաշիր ընկերությունների խմբին այդ 23, եթե չեմ սխալվում, 23 բջիջները ձեռք բերելու համար, այսինքն եթե Տաշիր ընկերությունների խումբը չունենար այդ արտադրությունը Հայաստանում, պատկերացնում եք այդ բջիջները պետք է ներկրվեր անպայման, որովհետև առկա չէր։ Հայաստանի Հանրապետությունում դա չէր կարող լինել, իսկ այդ ներկրումը պատկերացրեք ինչքան ժամանակ կպահանջեր։ Եվ հաշվի առնելով, այսպես մի փոքր գաղտնիք բացեմ, հաշվի առնելով, որ դա ժողովրդի կարիքների համար էր, բնականաբար պարոն Կարապետյանը տվել էր համաձայնությունը, որպեսզի այդ բջիջները տրվեն հեծին։ Մինչ պաշտոնական կառույցները շարունակում են պատճառներ թվարկել, քաղաքացիները պարզապես հարմարվում են մթությանը, իսկ հարցը մնում է բաց։ Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումը կդառնա կանխատեսելի եւ անվտանգ, թե հոսանքի անջատումները կշարունակեն լինել ոչ թե եղանակի, այլ կառավարման ձախողումների հետևանք։ Սեդա Մակարյան, Անդրանիկ Մասուրյան, ABC Media։